Եթե շատ եք աշխատում տեքստերի հետ եւ անընդհատ անհրաժեշտություն է լինում բառերը պահեստել, պահպանել, հետագայում պարբերաբար անդրադառնալու եւ ամրապնդելու համար, ձեզ ցույց կտամ մի հիանալի գործիք՝ Lingotool հարթակում։ Գնացինք։ Գտնվում ենք Lingotool հարթակում։ Ուրեմն կարող ենք կայքի լեզուն փոխել հայերեն, որպեսզի մուտք գործենք, կամ գրանցվում եք, եթե գրանցված չեք, կամ պարզապես մուտք եք գործում, եթե արդեն գրանցված եք։ Ես գրանցված եմ եւ հետեւաբար պարզապես մուտք եմ գործում այստեղ։ Ուրեմն, այս վիդեոյի ընթացքում ձեզ ցույց կտամ, թե ինչպես է հարկավոր աշխատել տեքստերի հետ, հենց տեքստի։ Անցած վիդեոյում ցույց տվեցի YouTube-յան լինքի հետ, ինչպես կարող եք աշխատել բառերի հետ։ Այս վիդեոյի ընթացքում արդեն կաշխատենք տեքստի հետ։ Ուրեմն, նախ գնանք իմ կուրսեր, այստեղ ստեղծենք կուրս, քանի որ տեքստը պարունակում է intermediate level-ի համապատասխան բառեր, intermediate, այսինքն B2։ Թողնում ենք words, մեր մայրենի լեզուն հայերենն է եւ սովորում ենք անգլերեն։ Կարող եք private թողել, որպեսզի կուրսը միայն ձեզ հասանելի լինի, կամ կարող եք public դարձնել, այլ օգտագործողներին եւս հասանելի կլինի։ Ես public կդարձնեմ եւ ձեզ ցույց կտամ ինչպես կարող եք մուտք գործել իմ կուրս եւ սովորել այն բառերը, որոնք ես դուրս կհանեմ։ Ուրեմն իմ կուրսի մեջ են գտնվում, այստեղ ունենք կոնտեյներները, unknown, բառեր, որոնք անծանոթ են, սովորում եմ, ընթացքի մեջ են, բայց դեռ լավ չգիտեմ, արդեն գիտեմ, եւ բառեր, որ ինձ հարկավոր չեն։ Եվ այստեղ չեզոք զոնան է։ Ուղղակի կարող ենք օրինակ generate words with AI անել, AI-ը կառաջարկի բառեր, այնպիսի բառեր, որ ձեր այս ներքևի կոնտեյներներում չկան։ Ուրեմն գնում ենք տեքստի վերլուծիչ։ Հիմա տեքստը copy ենք անում այստեղից, տեքստը ես կտեղադրեմ նկարագրության բաժնում, որ դուք եւս հնարավորություն ունենաք աշխատել դրա հետ։ Հիմա կընտրենք բառեր, եկեք սկզբից մեկ բառ ընտրենք, ցույց տամ ձեզ ինչպես ենք անում, հետո արդեն մի քանի բառ իրար հետ կընտրենք։ Ուրեմն, my main financial goal is to achieve a long-term security. I am a dedicated բառ։ Word cloud-ն է բերում ավտոմատ ձևով, բայց դուք կարող եք փոխել, օրինակ unknown կոնտեյների մեջ եք ուզում ավելացնել։ Լրացում AI-ով, այսպես լրացում եք տալիս եւ սպասում եք, որպեսզի բաժինները լրանան։ Կարող եք լսել բառի արտասանությունը։ Dedicated. Այստեղ տեսնում ենք տառադարձությունը, տրանսկրիպցիան, dedicated։ Եվ նկարագրությունը, բառի բացատրությունը, այստեղ թարգմանությունն է, նվիրված, ուրեմն օրինակներն են, she is a dedicated teacher, կարող ենք լսել ինչպես է օրինակ արտասանվում։ She is a dedicated teacher. Կարող ենք տեսնել հայերեն թարգմանությունը, նա նվիրված ուսուցիչ է։ Այսպես մեդիա բաժնում, եթե ուզում եք ինչ-որ նկար գցել կամ այստեղ հղում, link տեղադրել, նշումներ անել բառի հետ կապված, որոշել որքան է ձեր վստահությունը բառի օգտագործման հարցում, օրինակ անվստահ եմ, բայց բառը շատ կարևոր է, գնում ենք տեսնենք հոմանիշները, տեսնենք հայերեն թարգմանությունը, հականիշը, հայերեն թարգմանությունը, հարգեղած դեպքում Indifferent. Նաև արտասանությունը, թեգերը կարող եք ինչ-որ ձևով թեգ անել, օրինակ եթե ածական է, adjective ունենք այստեղ, կանոններն ենք, կարող եք որևիցե կանոն, ինչ ցանկանում եք այստեղ եւս լրացնել եւ քանի կանոն ցանկանում եք կարող եք լրացնել։ Եվ ավելացնում ենք unknown կոնտեյների մեջ։ Կոնտեյների գույնը ստացավ։ Հիմա ես բառեր կփոխեմ եւ կկարդանք եւ մի քանի բառ արդեն միասին կավելացնենք կոնտեյներում։ Dedicated saver and I automatically transfer a significant
portion of my salary into savings account. Each month I find the process of watching my savings grow very reassuring. It gives me a sense of control and preparedness for any unexpected events like losing my job or a medical emergency. Some of my friends think I am too cautious, but for me, having a solid financial safety net is the most important thing. It allows me to live without constant financial anxiety. Կարող ենք սա ավելացնել եւ շարունակել. I view money as a resource that should be put to work. Simply letting it sit in a savings account where it earns very little interest seems like a wasted opportunity. To me, I spend a lot of time researching and investing in stocks and shares. It is a risk, of course, and you have to be prepared to lose from time to time, but the potential for growth is far greater. My aim is to build my wealth and actively, not just preserve, but I see it as a strategic game, and I get a lot of satisfaction from making smart investment decisions that pay off. A few years ago, a few years ago, I decided to adopt minimalist lifestyle. This means I try to live with only the things I truly need before I buy anything. I ask myself if I will genuinely add value to my life. As a result, I spend very little and I have a much smaller environmental footprint. This philosophy is not about being cheap, it is about intentionality. By rejecting consumer culture, I have found I have more time and mental energy for what is actually important, like my relationships and my hobbies. Living with less has paradoxically given me more. Ուրեմն, սա եւս ավելացնենք. Ուրեմն, այս բոլոր բառերը ես ավելացրեցի այն կոնտեյներում, որը հատկացված են բառերի համար, որ ես չգիտեմ. Ուրեմն, ունենք 21 բառ այստեղ. Ուրեմն, նայում ենք բառը, այս բառը. Լսում ենք տալիս ենք լրացում AI-ով, չնայած կարող եք լսել. Paradoxically. Լրացում AI-ով. Ուրեմն, նույն բաժիններով, որը արդեն ցույց տվեցի, կարող եք անցնել պարադոքսալ կերպով, հակասականորեն. Օրինակները տեսնեք, լսեք. Paradoxically, the more he tried to help, the worse things became. Տեսնենք հայերեն թարգմանությունը այստեղ. Մեդիա դաշտի հետ եւս կարող եք աշխատել, կամ նկար, կամ լինք, նշումներ անել, հոմանիշները, հականիշները, թեգերը, կանոնները. Եվ չենք մոռանում պահպանել այստեղ. Որպեսզի չփակենք եւ նորից բացենք, կարող ենք տեսնել այստեղ հաջորդը. Հաջորդի ներքևում տրված է հաջորդ բառը, այսինքն consumer-ն է լինելու. Տալիս ենք լրացում AI-ով. Ուրեմն, consumer, տեսնում ենք տրանսկրիպցիան, լսում ենք. Consumer. Լսեցինք բառը, նայում ենք հայերեն թարգմանությունը, consumer. Ուրեմն այստեղ հաճախորդ, սպառող, այո, հականիշը, producer, արտադրողն է, թեգ եթե հարկավոր է անում ենք եւ կանոններ եթե պետք է գրում ենք, չենք մոռանում պահպանել. Հաջորդ բառը intentionally. Intention մտադրություն բառից է. Intentionality ներողություն, ես մակբայն էի ասում, բայց գոյականն է. Ուրեմն, նկարագրությունն ենք տեսնում, թարգմանությունը մեզ ավելի հոգեհարազատ կլինի, կարճ կլինի, դիտավորություն.
օրինակները տեքստինը չեն, օրինակները տեքստից դուրս են։ Տեսնում ենք օրինակի թարգմանությունը, պահպանում ենք և այսպես առաջ ենք գնում։ Եկեք այսը փակեմ և հիմա օրինակ նայել եք, կարդացել եք օրինակները, կարդացել եք, որոշ բառեր 21 բառից մտապահել եք, բայց դեռ լավ չեք մտապահել և կարող եք ուղղակի տեղափոխել, որ սովորելու ընթացքի մեջ է, սրանք սովորելու ընթացքի մեջ են։ Եթե արդեն օրինակ consumer բառը արդեն համոզված եք, որ գիտեք, կարող եք այստեղ տեղափոխել։ Իհարկե դուք անընդհատ կարող եք տեղափոխել, վերադառնալ, տեսնել արդյոք հիշում եք բառը, եթե ոչ, նորից հետ գնաց learning։ Եթե հիշում եք, ապա այստեղ է։ Հիմա գնանք տեքստի վերլուծիչ և այստեղ տեսնում ենք, որ բառը, քանի որ տեղափոխեցինք այլ կոնտեյներ, ստացավ համապատասխան կոնտեյների գույնը։ Այս տեքստը ևս կարող եք լսել։ My main financial goal is to achieve. Եթե չեք ուզում ամբողջական այսքան պարագրաֆը լսել, հարկավոր է այս աջ կողմից մի տող այսպես իջնել ներքև և այստեղ դուք հնարավորություն կունենաք հենց տողը լսել։ My main financial goal is to achieve long-term security. Այսպես, ես տեքստը կտեղադրեմ նկարագրության մեջ, եթե ունեք այլ հարցեր, այլ բառեր չեք ուզում եք սովորել, չգիտեք, կարող եք դուք ևս աշխատել այսպես։ Հիմա ձեզ ցույց տամ, թե ինչպես կարող եք օգտվել այլ օգտագործողի կուրսից։ Ես հիմա իմ կուրսում եմ, չեմ կարող իմ կուրսից ցույց տալ, որ բառ եմ քաշում իմ կուրսից, բայց հիմա այսպես ցույց եմ տալիս։ Քանի որ ես public եմ դրել իմ կուրսը, ապա դուք երբ որ այսպես բացեք, այստեղ հասմիկ կտեսնեք։ Բայց եկեք այլ անձի կուրս գնանք, օրինակ English Teacher-ի կուրս գնանք։ Այստեղ, եթե բառերը ես լրացրել եմ, դուք կարող եք այդ լրացված տարբերակով քաշել կամ առանց դրա։ Իդեպ ասեմ, անգլերեն լեզուն target-ն է, այսինքն անգլերեն ենք սովորում։ Այստեղ դուք նաև կարող եք ընտրել որ լեզվից, որ լեզուն պետք է, այսինքն եթե հայերենից եք ուզում լինի կուրսը թարգմանված և դուք ամբողջությամբ այդպես վերցնեք բառերը, այստեղ հայերեն կարող եք ընտրել, բայց եթե էական չի, չգիտեմ, օրինակ իսպաներեն լինի, ամեն դեպքում բառերը կարող եք քաշել։ Եթե get word with all fields field, դա նշանակում է, որ վերցնելու եք բառերը արդեն իրենց բացատրությամբ։ Իհարկե հնարավորություն կա փոխելու նաև ներսից։ Հիմա, եթե ցանկանում եք, օրինակ, այստեղ ունենք ինչ-որ բառեր, օրինակ kite բառը կամ moon, ուրիշ կոնտեյներ կարող եք գնալ և օրինակ ball բառը, այստեղ հավաքվում են բառերը և կարող եք ավելացնել ձեր կուրսի մեջ, եկեք ավելացնենք և գնանք և ստուգենք, ավելացվել է, տեսեք դեղին գույնը, այսինքն իմ դեղին կոնտեյներում է ավելացվել, փակում ենք սա և տեսնում ենք այստեղ բառերը, բացում եք, լրացնում եք և այսպես կարող եք բառերը տեղափոխել ձեր կոնտեյներ, տեղափոխել կոնտեյներից կոնտեյներ և սովորել։ Այսքանը։